Ինչպես Թարնյուզն արդեն տեղեկացրել է, Միացյալ Նահանգներում շաբաթներ առաջ լույս աշխարհ է եկել դերասանուհի Եվա Բաղդասարյանի առաջնեկը։ Դերասանուհին ամուսնուն որդի է պարգևել, ում զույգն անվանակոչել է Մենուա։ Ժամեր առաջ ընտանիքը Նյու Յորքից Հայաստան է վերադարձել, որտեղ հենց օդանավակայանում ընտանիքին դիմավորել են զուռնա-դհոլով, երգով ու պարով։ Եվան այս ջերմ ընդունելությունից հուզվել է ու նշել, որ 6 ամիս Հայաստանում չի եղել ու այս պահն իր համար հուզիչ ու էմոցիոնալ է։ Star News-ն առաջարկում է դիտել հոլովակը։ Մնացում քանի ժամ, որ հասնենք Հայաստան։ Դերասանուհին հյուր էր Ամալիա Հովհաննիսյանի Look and Face հաղորդմանը, որտեղ էլ բացել էր բոլոր փակագծերը, առաջին անգամ հայտնելով, որ ամուսնացել է։ Հարցազրույցից գրեթե 1 տարի է անցել, եւ Եվան արդեն ամուսնու հետ հրապարակումներ է անում սոցիալական էջերում, եւ արդեն այսօր դերասանուհին ամուսնու հետ ջերմ լուսանկարներով է կիսվել ու հայտնել, որ 2 տարի է ինչ միասին են։ Հավելենք նաեւ, որ հարցազրույցի ժամանակ Եվան ասել էր հետեւյալը. Արդեն 1 տարի կլինի, որ միասին ենք, օրինական հարաբերությունների մեջ ենք, շատ դժվարությամբ կարողացա գաղտնի պահել։ Ես չեմ սիրում, երբ անձնականս հանրության քննարկման առարկա է դառնում, կողակիցս էլ չի սիրում լինել ուշադրության կենտրոնում։ Շատ երջանիկ եմ ու երբևիցե այսքան երջանիկ չեմ եղել։ Իմ սիրելին արդեն երկար տարիներ է ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինքը իմ համար է եկել Հայաստան, ու ես էլ պետք է իր հետ տեղափոխվեմ այնտեղ ապրելու, ինչը ինձ համար դժվար կլինի։ Մեր տարիքային տարբերությունը 5 տարի է։ Դերասանուհին այսքանը պատմեց իր անձնական կյանքի մասին։ Եվան նաև խոսել էր իր հարսից գեստի ընտրության մասին, ասելով, որ լուսանկար տեղադրել է համացանցում, սակայն ոչ ոք չի նկատել, որ դա հենց հարսից գեստն է։ Մենք միասին ստացել ենք Աստծո օրհնությունը, ոչ մի ճոխ բան չենք կազմակերպել, դրա փոխարեն միասին մեկնել ենք Բրազիլիա, անկեղծացել էր Եվա Բաղդասարյանը։ Տարեսկզբին Եվան ամուսնու հետ մի քանի հրապարակում էր արել, առաջին անգամ ցույց տալով նրան։ Եվան նաև հարցոպատասխան էր կազմակերպել իր Instagram-յան էջում, անդրադառնալով երեխա ունենալու ցանկության, Միացյալ Նահանգների վիզա ստանալու, մասնագիտության եւ այլ հարցերի։ Դերասանուհուն հետևորդներից մեկը հարցրել էր հետեւյալը. «Չեք ուզում երեխա ունենալ»։ Եվան հետեւյալ կերպ էր պատասխանել. «Իսկ կա էս աշխարհում մի կին, ով չի ուզում երեխա ունենալ, այն էլի սիրած տղամարդուց, ուղղակի ամեն ինչ իր ժամանակին», գրել էր Եվան։ Հետևորդներից մեկն էլ այսպիսի հարց էր գրել. «Երբ ենք ձեզ նորից տեսնելու հեռուստատեսությամբ»։ Եվան էլ գրել էր. «Մինչև այս ամսվա վերջ կիմանաք, թե որ նախագծում եմ լինելու, դեռ գաղտնիք է, բաց չթողնեք, շուտով», գրել էր Եվան։ Հաջորդ հարցը այսպիսինն էր. 10 տարով եք ստացել ձեր Միացյալ Նահանգների վիզան, շնորհավորում եմ։ Եվան պատասխանել էր. «Ոչ, ես որպես տուրիստ չեմ դիմել, այլ ուրիշ ստատուսով եմ ստացել վիզան։ Կպատմեմ ձեզ մեր երկար անցած ճանապարհի մասին, նկարել եմ վլոգը, մնում է հավես ունենամ, մոնտաժեմ ու տեղադրեմ»։ Հարցերից մեկն էլ վերաբերում էր դերասանի մասնագիտությանը։ Եվա ջան, իսկ ինչ կասեք դերասան դառնալու համար, դիպլոմը պարտադիր է, թե ոչ։ Դերասանուհին գրել էր. «Ոնց հասկանում եմ, արդեն ոչ։ Մանավանդ հեռուստատեսությունում, սովորել ես, չես սովորել, կապ չունի, սիրուն ես կամ ակտիվ ես սոցիալական մեդիայում, խնդրեմ, դեր ունես։ Չեն հասկանում, որ ահա որ բարդ ա, հենց գիտակցում են արդեն ուշ է։ Երեխեք, դիպլոմը մի կողմ,
բայց երկար ճանապարհը պետք անցնել այս մասնագիտության համար, անգամ հասարակ վարսահարդար կամ մատնահարդար դառնալու համար չէ սովորել պետք, բա ինչի եք մտածում, որ հա լավ հեշտ է էլի, ես էլ կարամ դերասան դառնամ, կներեք, մտքիս եկածը արտահայտեցի, գրել էր Եվա Բաղդասարյանը։ Հետևորդներից մեկը գրել էր հետևյալը. Եվա ջան, ինչ կասեք, երբ նշանածդ քեզ սահմանափակում է, որ մի ժամից տանը կլինես կամ 2, ինչ կասեք այդ մասին։ Դե ինչ ասեմ, չգիտեմ պատճառը որն է, որ այդ աստիճան սահմանափակում ա ձեզ, կարող է ինքը բնավորությամբ հենց խանդոտ ա, կամ առաջ որևէ տրավմա է ունեցել մինչև ձեզ, փորձեք խոսել այդ թեմայով, հասկանալ, որն է պատճառը, եւ եթե ինքը տենց ա լինելու արդեն ընտրությունը ձերն է, արդյոք ցանկանում եք ձեր կյանքը շարունակել նման խանդ ունեցող մարդու հետ։ Կարող եմ ասել, որ հարաբերություններում զույգերից որևիցե կողմ չպիտի ինչ-որ բանից սրտնեղի կամ հարաբերությունները պահելու համար իրեն զրկի պրիմիտիվ բաներից, ինչա դիմացինին դուր գա, այդ ամեն ինչը պետք է արվի սիրով, գրել էր Եվա Բաղդասարյանը։ Դե իսկ Star News-ն այս հոլովակի համար այսքանն էր առանձնացրել։ Ձեզ ենք ներկայացնում այն բացառիկ հոլովակները, որոնք Եվան հրապարակել է այս ընթացքում ամուսնու հետ։ Ենք Ագապի Beach Resort, շատ գեղեցիկ տեղ է, շատ լավ հյուրանոց, արդեն ուսումնասիրել եմ, մի փոքր ռում տուր կկազմակերպեմ ձեզ համար։